Մյունխենի Ալյանս Արենայում այս երեկո իտալական Ինտերն ու ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը կպայքարեն ականջավոր գավաթին տիրանալու համար։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր առաջնության Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն գոլահար իտալական Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու երկրորդ շանսն է։ Հենոն կարող է դառնալ եվրոպական 3 խոշոր մրցաշարերը հաղթած առաջին ֆուտբոլիստը։ Միանշանակ Մխիթարյանը գիտակցում է, որ արդեն կարիերայի վերջին փուլն է, մանավանդ որ Ինտերում էլ շուտով սերնդափոխություն է լինելու, իրենք կազմ ուզում են թարմացնել, եվրոպական թոփինգ լիգաներում Ինտերը ամենատարեց կազմ ունի։ Մխիթարյանի հետ կապված բնականաբար առանց Չեմպիոնների լիգայում հաղթանակել նրա կարիերան ուղղակի փառահեղ է, նա մասնակցել է որպես թիմի առաջատարներից մեկը։ Ինտերի կազմում հայ կիսապաշտպանն է լավագույններից մեկը, իսկ ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Խվիչակ Վարացխելյան։ Հայ ու վրացի ֆուտբոլիստների ակումբները վերջին 5 տարում երկրորդ անգամ են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկել։ ՊՍԺ-ն 5 տարում շատ է փոխվել, կարելի ասել լրիվ ուրիշ թիմ է, իսկ Ինտերի պարագայում եզրափակիչը 2 տարի առաջ էր ու կազմը գրեթե ամբողջությամբ պահպանվել է։ Դա նշանակում է, որ եզրափակիչի փորձը Ինտերին կարող է ավելի շատ օգնել։ Մարզական մեկնաբան Արման Աբելյանին երկու թիմերի վերջին կես տարվա ցուցադրած խաղերը հուշում են, որ հաջողությունն այս անգամ փարիզյան ակումբի կողմն է։ ՊՍԺ-ն երևի թե կունենա առավելություն կազմի երիտասարդ լինելու շնորհիվ, թեև Ինզագին Ինտերի ֆուտբոլիստներին հանգիստ տվեց մեծ մասին, օրինակ Մխիթարյանը վերջին խաղը 13 օր առաջ է անցկացրել, այսինքն լիարժեք պատրաստ է։ Թեև ֆավորիտը փարիզյան ակումբն է, բայց իտալական ներածուրիները երկրպագուների մեծ բանակ ունեն Ֆրանսիայի հարավում։ Մարսելում ռեկորդային քանակով միլանյան Ինտերի խաղաշապիկներ են վաճառվել։ Որպես ֆրանսիացի ես պետք է աջակցեմ ՊՍԺ-ին, բայց որպես մարսելցի այս անգամ աջակցելու եմ Ինտերին եւ վերջ։ Մարսելի թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան եւ ես ուզում եմ, որ մենք հավերժ մնանք միակ ֆրանսիական ակումբը։ Մարսելի Օլիմպիկի ու Պարի Սեն-Ժերմենի մրցավազքը ավելի քան 4 տասնամյակի պատմություն ունի։ 1980-ականների սկզբից Պարի Սեն-Ժերմենը Օլիմպիկի ամենավոխերին մրցակիցն է։ Դա ավելի ցայտուն է, երբ Պարի Սեն-Ժերմենը այլ երկրի ակումբի դեմ է մրցում։ Մենք կաջակցենք ցանկացած թիմի, որ կմրցի Պարի Սեն-Ժերմենի դեմ, լինի դա Ինտերը, Յուվենտուսը, Ռեալ Մադրիդը թե Բարսելոնան։ Մենք կերկրպագենք ՊՍԺ-ի դեմ խաղացողին։ Սա Մարսելի միակ սպորտային խանութն է, որտեղ վաճառվում է Ինտերի կապույտ ու սև գծերով մարզաշապիկը։ Մի քանի օրում ամիսներով պահեստավորված մարզաշապիկները սպառվել են։ Չենք պատրաստվում դրանք թաքցնել, մենք ամեն ինչ արել ենք, որ ցուցադրենք ու առաջարկենք ՊՍԺ-ի մարզաշապիկների այլընտրանքը։ Ֆուտբոլային խելագար երեկոն տոն կդառնա Մարսելում, եթե Պարի Սեն-Ժերմենը պարտվի միլանյան թիմին։ Ինտերի հաղթանակը կուրախացնի նաև հայ երկրպագուներին։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Այլուր։